Ես կրկին ուզում եմ ձեզ հետ կիսեմ իմ համոզմունքը, որ մենք այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում, որը լիարժեքորեն տեղավորվում է այլոց շարքում մեր պետության հարատևության օրակարգի մեջ, որովհետև այստեղ մենք նաև փորձով համոզվել ենք, որ այս համակարգը առաջին հերթին արդյունքներ է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ընդհանրապես մեր պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը։ Ուզում եմ ընդգծել նաև, որ այս համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից, ելի ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք, առաջընթաց արձանագրեցինք, բայց մի X պահի եւ այսօր էլ որոշակի լճացում կա եւ ես կարծում եմ, որ մենք պետք է մեր երկրում հակակոռուպցիոն ստանդարտները ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք եւ այս որոշումը տեղավորվում է նաեւ այդ տրամաբանության մեջ եւ հաջորդը, որը ուզում եմ ընդգծել, ելի նախկինում էլ ասել եմ, մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, ով առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Այստեղ գիտեք, կարևոր հանգամանք է նաև, որ մենք խթանում ենք պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը, բայց ես ուզում եմ սրա մյուս կողմն էլ նայենք, սա ըստ էության նաև ներդրում է շատ կարևոր մեր կրթական համակարգի հետագա զարգացմանը, որովհետև ես այսօր արդեն տեսնում եմ եւ զգում եմ, որ մեր շուկայում, կրթական շուկայում արդեն նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչը իր հերթին բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի, որովհետև այդ ծառայությունները, որ ձևավորվում են, բնականաբար իրենք միայն պետական պաշտոնյաների համար չեն գործելու, այլ ընդհանրապես շուկայում սկսելու են գործել եւ փորձել հնարավորինս լավ ծառայություններ ձևավորել, ձևակերպել եւ այդպիսով մատուցել հանրությանը, ինչը ընդհանուր առմամբ մեր ռազմավարական ծրագրերի հետ համահունչ է, մենք աշխատանքի արդյունավետության եւ արտադրողականության հետ կապված ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը նույնպես էականորեն շահելու են այս ամենից եւ ի վերջո նաեւ մի որոշ ժամանակ անց մենք պետք է այս գործընթացի եւ այս բարեփոխման արդյունքում պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ սահմանենք։ Այսինքն այս փուլում մենք ինչ ենք անում, մենք ծառայության մեջ գտնվողներին խթանում ենք, որպեսզի մենք մեր վրա աշխատենք, հնարավորինս ավելի բարձր որակավորումներ ունենանք, բայց մի X պահի մենք պետք է արձանագրենք, որ որակավորման եւ տարբեր, չգիտեմ, ինչ չափանիշներով եւ բանաձևերով կլինի, բայց որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետքա փոխվի։ Սկսած կրթական, որակավորման եւ այլն, դա իհարկե առանձին հարց է բանաձևերը քննարկելու եւ մենք պետքա բացառենք այն իրավիճակը, երբ որ ունենում ենք իրադրություններ, երբ մարդը պետական համակարգում անցնում է աշխատանքի, կան այդպիսի դեպքեր ցավոք, այն պատճառով, որ ուղղակի ավելի մրցունակ հատվածում պարզապես չի կարող աշխատանք գտնել։ Եվ ես ուզում եմ մենք հաշիվ տանք ով է սրանից տուժում է պետությունը եւ սրանից տուժում է հանրությունը։ Եվ ելի նախորդ տարվա մեր արդյունքները եւ ցուցանիշները մեզ եւս մեկ անգամ գալիս են համոզելու, որ այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ եւ այդ լրացուցիչ արդյունքները մենք կարող ենք այսօր մատնացույց անել, այդ լրացուցիչ արդյունքը առողջության ապահովագրության համակարգն է, այդ լրացուցիչ արդյունքը կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն է, այդ լրացուցիչ արդյունքը նաեւ կրթության, գիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն են եւ այդ լրացուցիչ արդյունքը խաղաղությունն է,
որովհետև ի վերջո եկեք արձանագրենք, որ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է եւ այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ,